Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Նա ով աշխատում, որովհետև էլի եմ ասում։ Այսօր ես բանի զեկույցն եմ գրում, զեկույցի քննարկման համար ելույթս եմ գրում ազգային ժողով, որ մի շաբաթ պետք է ունենա։ Մենք 2018 թվականից կենսաթոշակային հիմնադրամը երկրի 234, եթե 30 քանի, 200 քանի միլիարդ դրամով ավելացրել ենք։ Ավելի քան 500 միլիոն դոլարով ավելացրել ենք մեր կենսաթոշակային հիմնադրամը։ Բայց նվազագույն կենսաթոշակը կրկնապատկել ենք, նվազագույնը կրկնապատկել ենք 18-ից դարձրել ենք 36, հա կամ 20-ից ենք դարձրել 30, 18-ից դարձրել ենք 30։ Բայց անհատի մակարդակում ոչ մի շոշափելի բան տեղի չի ունեցել։ Ինչի՞։ Որովհետև այդ ընթացքում էլ 125,000 մարդով ավելացել է կենսաթոշակառուների թիվը։ 2018 թվին Հայաստանում կենսաթոշակառուների թիվը եղել է մոտավորապես 500,000, հա 525, հիմա 650,000 է։ Եվ էլի այս կենսաթոշակների ֆոնդը ավելացել է ում հաշվին, աշխատող մարդկանց հաշվին, նրանք ովքեր աշխատել են։ Եվ մենք, այո, հիմա էլի մեծ 7 տարի մեզ պահանջվեց, որպեսզի մենք համարձակություն դրսևորենք քաղաքական, որպեսզի անապահովության գնահատման համակարգի փոփոխություն իրականացնենք։ Այսօր առավոտը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին հանձնարարական եմ տվել, չգիտեմ ինչքանով հնարավոր դա, ես հասկանում եմ, որ բարդություն կա։ Այսօր այդ տեքստի վրա աշխատելիս իմ մոտ հարց ծագեց։ Բայց մի րոպե, մենք կարող է ընտանիք ունենք, որ 25 տարի կամ 30 տարի անապահովության համակարգում է։ Ես համոզված եմ, որ ունենք, հիմա նախարարին խնդրել եմ, ասում եմ, հələ տեսնենք քանի մարդ եւ քանի ընտանիք կա։ Պատկերացնում եք, մարդ 30 տարի փարոսի շահառու է։ Սա, գիտեք ինչ է, սա կատարյալ անհարգալից վերաբերմունք է այդ մարդու նկատմամբ։ Անհարգալից վերաբերմունք, պատկերացնում եք, մարդը 30 տարի նպաստ է ստանում անապահովության։ Մենք էլ համարում ենք, որ իրան լավություն ենք անում, որ 30 տարի անապահովության նպաստ ենք տալիս իրան։ Մենք դրանով իրանց սերնդեսերունդ դարձնում ենք աղքատ։ Մտցնում ենք արյան մեջ այդ աղքատությունը, որ դու այդտեղ բան կանես։ Եվ սա լրջագույն պրոբլեմ է, մենք սրա մասին պետք է մտածենք։ Լրջորեն պետք է մտածենք։ Ու մարդկանց հետ պետք է խոսանք սրա մասին։ Որովհետև ասում եմ, այն օրվա խոսակցությունը եւ էլի այդպիսի խոսակցություններ շատ ծանր տպավորություն են թողնում, որովհետև հասկանում ես, որ փակուղի է, չի լուծվում այդ հարցը։ Էնպես որ առաջարկում եմ սրա մասին մտածել, բայց այս քաղաքականությունը մենք պետք է շարունակենք։ Այո, 1 միլիարդ դնում է, ստեղծում է, որովհետև պոտենցիալ անապահովության համակարգում ընդգրկվածի համար աշխատատեղ կարող է ստեղծել ոչ մեծ, բայց աշխատատեղ կարող է ստեղծել։ Եվ մենք պետք է գնանք այդ ճանապարհով, չվախենանք, որ մեզ ասեն, վայ, սրանք խոշորների պաշտպանն են։ Որովհետև ոչ խոշորներին պաշտպանելով իբր մենք այդ մարդկանց դատապարտում ենք աղքատության, հավերժ աղքատության։ Համեցեք։ Պարոն վարչապետ, համաձայն եմ, որ այդ հուսալքության իրավիճակը առաջանում է հիմնականում գիտելիքի պակասի հետ կապված, այս կոնտեքստում մի հարց ունեի, արդյոք այս ուղղությամբ այս գիտելիքի լրացման հետ կապված մենք որևէ քայլեր իրականացնում ենք։ Ես գիտեմ, որ նախկինում համայնքներում որոշակի դասընթացներ են տեղի ունեցել, բայց գուցե կարելի է օրինակ նույն YouTube-ում լեսահոլովակներ դնել, որտեղ այդ կրթական նյութեր կարող ենք հայերեն լեզվով տեղադրել, մարդիկ, որպեսզի այդ գիտելիքի պակասը ինչ որ մի ձևով կարողանան լրացնել, ուզում եի Ես ներողություն եմ խնդրում, հազար ներողություն, բայց ես չի ուզում տենց այդ բանը, այդ
ինչին հղում արի շարունակեի, բայց այդտեղ ես մի դրվագ ունեմ, որի մասին խոսում եմ, ի շարունակություն գիտելիքի։ Ես ասում եմ, որ գիտելիքի պակասը եւ կրթությունը այդ նույնը վերաբերվում է հավասարապես եւ անհատին եւ կառավարությանը եւ պետական պաշտոնյային։ Մենք մեր գիտելիքի պակասի մասին էլ պետք է մտածենք։ Հիմա այն, որ ես ասում եմ հիմա, այս ինչ որ նոր ասեցի, չէ, 15 րոպե ելույթ ունեցա։ Ինչ որ ասացի հիմա, այդ գիտեք ինչ անշանակում, որ ես 7 տարի մնացել եմ նույն դասարանում։ Որտեվ եթե մենք սովորեինք իրար հետ, ես սովորեի 7 տարի չէ, 7 լավ, 6 տարի առաջ ես ելույթը ես նույն ձևով, ես նույն տեղում կունենայի։ Այն որ ես հիմա եմ դրա մասին խոսում, դա նշանակում է պատկերացնում եք, ասենք, որ մեկս դպրոցում 7 տարի մնար առաջի դասարանում։ Ես 7 տարի մնացել եմ առաջին դասարանում։ Եվ ես շատ կարևոր է, որ մենք սենց խոսում ենք այդ գիտելիքի պակասի մասին, այդ մարդիկ ինչի գիտելիքի պակաս ունեն։ Մի պատճառով, որովհետև մենք ունենք գիտելիքի պակաս։ Որովհետև մենք ենք այդ մարդկանց առաջնորդողը։ Մենք ենք այդ մարդկանց առաջնորդը։ Մենք այդ մարդկանց առաջնորդում ենք շարունակաբար դեպի աղքատություն, դեպի տգիտություն եւ այլն եւ այդպես շարունակ, որովհետև այդ մեր գործն է։ Որովհետև 7 տարի անց ես պատահական Արմավիրի մարզով գնում եմ լրիվ ուրիշ փշատավան եմ գնում մանկապարտեզի բացման, ծրագիրը գրած է, ինստիտուտները որոշել են ես որտեղով պետք է գնամ, որտեղ պետք է անցնեմ, որտեղ պետք է կանգնեմ, ում պետք է բարևեմ, ում պետք է չբարևեմ, ում պետք է տենամ, ում պետք է չտենամ, ինչ պետք է երևա, ինչ պետք է չերևա, մեկ էլ խելքս բրդում է, ասում եմ հələ մի րոպե ստե կանգնեք։ Իջնում եմ 10 րոպե մարդկանց հետ խոսում, ես հասկանում եմ, որ 7 տարի ես իմ գլխավորությամբ բոլորդ մնացել ենք առաջի դասարանում։ Որտեվ թուղթա որ պրինտ են կանում, օրը կառավարության այսօրվա նիստում քանի հարց կար, մի 15-20 հատ կա։ Սենց թուղթա որ պրինտ են կանում։ Ումա հետաքրքիր դա որև բան նշանակում, թե որև բան չի նշանակում։ Մենք մեր գիտելիքի մաս, մենք չգիտենք, հասկանում ենք, մենք մինչև հիմա չգիտենք։ Չգիտենք, խնդրեմը չգիտենք։ Մենք դեղա որ լցնում ենք բուժարոյի վրա, բայց չգիտենք ինքը ինչից է բողոքում, ինչ հիվանդություն ունի, ինչի կարիք ունի, ինչն է իր խնդրեմը։ Եվ մեր ամբողջ պետական ինստիտուտները մնացել են, չգիտեմ, 0 դասարանում, որովհետև էլի եմ ասում, կներեք, ինչի մարդ եմ ես էլ օրվա չգիտեմ որն է, ասենք ինչի, այդ ուրիշ բան, այդ քաղաքական հարց է։ Բայց ինչի ոչ մեկը տեղ չի կանգնում, ինչի դրա մասին զեկույցը չի գալիս, ասում ոչ ձեզ, ոչ ինձ։ Ինչի չի գալիս։ Որտեւ այդ մարդիկ գիտելիքի պակաս ունեն, իրենք չգիտեն իրենք ինչով են զբաղված։ Առավոտ որ վեր են կենում, գնում գործ, իրանց գործը ինչի մասին է։ 5000 դրամ հավաքելու մասին է։ Մի բան փախցնելու, սեփականաշնորհելու մասին է։ Մեկին խափել ունեցվածքը ձեռից առնելու մասին է, ինչի մասին է։ Ամբողջ պետական համակարգին է վերաբերվում։ Ես ուզում եմ շատ կարևոր արձանագրենք։ Այն որ մեր այն հերավոր գյուղացին գիտելիքի պակաս ունի, այդ նրանից է որ մենք տգետ ենք։ Ուրիշ ոչ մի պատճառ դրա համար չկա։ Բայց գյուղացին որտեղ է գիտելիք ունենալու, եթե 30 տարի իր գյուղում չկա մանկապարտեզ, չկա դպրոց։